Ինչ աղմուկ է ջերմուկ գրուպի շուրջ։ Կասեցվում է հանքային ջրի արտահանումը ռուսական շուկա։ Չկա լելի ջան, տենց բան։ Ջերմուկ գրուպի տնօրեն Աշոտ Արսենյանի որդին Վայոց-Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը Հայլուրի հետ զրույցում հերքում է լուրերը, թե ջերմուկի արտահանումը Ռուսաստան կասեցվելու է։ Մանրամասներ իմանալու համար հորդորում է հորը Աշոտ Արսենյանին զանգել։ Հայլուրի բազմաթիվ զանգերին ընկերության տնօրենը չի պատասխանում։ Ավելի վաղ Աշոտ Արսենյանը հայտարարել էր թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեղ շպրտելու խղճուկ փորձերը։ 2 տարի անց ինչու է Ռուսաստանում վերաբացվել ջերմուկի գործը։ Դաշնությունը սկսում է տնտեսական սահմանափակումներ Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանի քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի վարչությունը վերաբացել է Վլադիկավկազում 65-ամյա տղամարդու մահվան դեպքով հարուցված քրեական գործը։ 2024 թվականին էր Վլադիկավկազում ջերմուկ խմելուց հետո կերակրափողի այրվածք ստացած 65-ամյա Օլեգ Գուստովը հիվանդանոցում մահացել, հարուցվել էր քրեական գործ։ Մահացած տղամարդու հարազատները վնասի վերականգնման հայց էին ներկայացրել ջերմուկ գրուպի դեմ, պահանջելով 1.5 միլիարդ ռուբլու փոխհատուցում եւ արտադրանքի վաճառքի դադարեցում։ Դաշնության իրավապահների մանրակրկիտ ստուգումներից հետո ապացուցվել էր, ջերմուկը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված բոլոր պահանջներին։ Գործը կասեցվել էր, ջերմուկը վերադարձել ռուսական շուկա։ Ինչու ջերմուկի գործը հիշեցին ռուս իրավապահները ապրիլի 1-ին Կրեմլում Պուտին-Փաշինյան կոշտ զրույցից հետո։ Ինչու նույն զրույցից հետո ալկոհոլի եւ ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը սկսեց Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան դադարեցնելու գործընթաց, պատճառաբանելով, որ ներմուծվող կոնյակը չի համապատասխանում ԳՕՍՏ չափանիշներին։ Գետնի վրա տեսել ենք, որ տնտեսվարողը, գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցը, այլ արտադրությամբ զբաղվող մեր հայրենակիցը պարբերաբար խնդիրներ է ունենում ԵԱՏՄ շուկա ապրանքներ ներմուծելու, որն ա եղել այդ խնդիրը։ Այդ խնդիրը հիմնականում եղել է որակի հետ կապված խնդիրները։ Այս առումով ինչ որ չափով նաև ԵԱՏՄ շուկան մասնավորաբար Ռուսաստանի Դաշնությունը աչք է փակել են խնդիրների, որոնք որ առկա են եղել։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի համոզմամբ Պուտինի զգուշացումների առաջին տեսանելի հետևանքներն են ջերմուկի վերաբացված գործը, Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի դադարեցման գործընթացը։ Ակնարկի տեսքով շատ ժամանակ նաև ուղիղ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր մակարդակում հնչեցվել են, որ կան խնդիրներ Ռոսխոզտեխնադզորի տնօրենն է դրա մասին ասել, դրա մասին Օվերչուկն է ասել, դրա մասին շատ այլ պաշտոնյաներ են ասել։ Պատգամավորի համոզմամբ չեն կարող լինել զարգացած տնտեսական հարաբերություններ մի երկրի հետ, որի հետ չկան բարիդրացիական քաղաքական հարաբերություններ։ Ուրեմն զարմանալի չէ Ռուսաստանի արձագանքը Փաշինյանի ԵԱՏՄ ԵՄ չկողմնորոշված քաղաքականությանը։ Ուղղակի կանգնեցնել ապրանքների մուտքը ԵԱՏՄ շուկա, դա բերելու է տնտեսական կատաստրոֆայի, կռախի է բերելու։ Խոսում ենք կոնյակից, խոսում ենք գինուց, խոսում ենք հանքային ջրերից, դրան կարող ենք ավելացնենք ծաղկի արտադրություն, այսինքն ջերմոցային տնտեսությունը, այս ամբողջը մեկ օրվա ընթացքում կարող է բառից բուն իմաստով փլուզվել շուկան եւ այդ մարդիկ իրենց արտադրանքը ուղղակի թափեն։ Իսկ ԵԱՏՄ մուտք չունենալուց հետո ո՞րն է լինելու Հայաստանի այլընտրանքը, ռետորական հարց է հնչեցնում Դանիելյանը։ Մենք չունենք այս պահի դրությամբ այլընտրանքային շուկա։ Հարգելի գործընկերներ, Ուրեմն մտածելու կարիք ունեն տնտեսվարողները, գործարարները, որոնցից շատերի հետ հանդիպել էր Փաշինյանը երկուշաբթի։ վարիշներ, տնօրեններ, Ինչու էր նրանց իրար գլխի հավաքել, ինչ տեղեկություն էր հայտնում։ Սպասվող աղետի հետևանքների մասին։ Դանիելյանը զգուշացնում է մանիպուլյացիաներով հայտնի Փաշինյանը ցանկացած իրավիճակում կգտնի մեղավորներ, բայց սեփական մեղքը չի ընդունի։ Վաղը միսօր տնտեսվարողին կասի դու ես մեղավոր, ապրանքը լավը չի, բադեզդը կեղտոտա ես այդ բանը որ կա, չէ, ամեն ինչ իր վրից սկսում է, ինքը այն որ ասում է ես գլխավոր մեղավոր չի, ես պատասխանատուն եմ, բայց մեղավորը չեմ, ես իմիշ չէ, sense բաներ է, չէ, միշտ մանիպուլացնում է։ վերանալու են Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների լիարժեք ձախողման դեպքում անգամ կարող են մեղավորներ ճանաչվել տնտեսվարողներից մինչև բեռնափոխադրողներ ու անմեղ կթվան Փաշինյանի ամենասադրիչ հայտարարությունները։
Լիլիթ Խալաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։